7 տասնամյակ առաջ հիմնադրված Գիտությունների ազգային ակադեմիայի Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը իր հոբելյանը նշում է միջազգային գիտաժողովով լիագումար նիստին հաջորդեցին երկօրյա բաժանմունքային քննարկումներ, որոնք ընդգրկեցին տնտեսագիտության տարբեր ուղղություններն ու ժամանակակից մարտահրավերները։ Հիմնականում մեր գիտաժողովի թեմատիկան եղել է նորաստեղծական նորարարությունները, եղել է տեխնոլոգիական առաջընթացը, արհեստական բանականությունը, մակրոտնտեսական հիմնախնդիրները, բոլոր այդ հարցերին անդրադարձել ենք։ Ինչպես ապահովել տնտեսության նորաստեղծական զարգացումը եւ արդյունավետ ռազմավարական կառավարումը, իրենց զեկույցներում այս հարցերի պատասխաններն են փնտրել Հայաստանի եւ արտերկրի մասնագետները։ Գիտաժողովի մասնակիցները ուրախությամբ նշում են, որ այս անգամ նրանց միացել են բազմաթիվ երիտասարդ գիտնականներ, նույնիսկ ուսանողներ, իսկ միջազգային ձևաչափը ապահովել է նաեւ արտասահմանցի մասնագետների մեծ ներգրավվածություն։ Ունեինք հյուրեր Բելարուսից, Ռուսաստանից, Բուլղարիայից, ունեինք նաև առցանց միացած հյուրեր Ֆրանսիայից եւ Ռումինիայից եւ հիմնականում 30-ից ավել բանախոսներ ունեինք։ Ուսումնասիրությանս կենտրոնում են եղել մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը եւ տնտեսական զարգացման հեռանկարները։ Պրոֆեսոր Սարինյանի խոսքով 70 տարի առաջ ակադեմիայի կազմում տնտեսագիտության ինստիտուտի ձևավորումը կարևոր իրադարձություն էր հայ տնտեսագիտական մտքի պատմության մեջ։ Այն արագորեն դարձավ հանրապետությունում տնտեսագիտության խնդիրներով զբաղվող մասնագետների միավորման կարևոր ու ազդեցիկ հարթակ։ Հիմա ինստիտուտը գերազանցապես երիտասարդ տնտեսագետ մտածողների կոլեկտիվ է, որը ժամանակի հոսքի մեջ անդրադարձ է կատարում տնտեսության ամենատարբեր հարցերի վերաբերյալ։ Ես շատ կուզենայի, որ պատմության թելը չկտրվի։ Պրոֆեսոր Գոհար Վարդանյանի զեկույցը նվիրված է Հայաստանում նորաստեղծական արտադրանքի մրցունակության բարձրացման խնդիրներին, ներկայացնելով նաև երկրի դիրքը գլոբալ նորարարական ինդեքսում վերջին 5 տարիներին։ Ըստ իր ուսումնասիրության, թեև Հայաստանը դեռևս չի ընդգրկվել աշխարհի 100 լավագույն կլաստերների ցուցակում, բայց արձանագրել է զգալի առաջընթաց։ Հայաստանը բարելավել է իր դիրքերը նախորդ տարվա համեմատ եւ աշխարհի 133 երկրների մեջ այդ ինդեքսում ինքը զբաղեցնում է այս տարի 63-րդ տեղը։ Հովհաննես Ասատրյանի գիտական զեկույցը նվիրված էր Հայաստանում էլեկտրոնային բանկինգի որոշիչ գործոնների եւ դրանց վարքագծային դրսեւորումների ուսումնասիրությանը։ Տարբեր մոդելավորումների արդյունքում ստացված տվյալները ներկայացնելու է գործնական առաջարկությունների տեսքով։ Գիտաժողովը առաջին վայրն է, որտեղ այն ներկայացվել է, բայց միանշանակ նախատեսվում են տպագրություններ հոդվածների տեսքով, այնուհետև ստացված արդյունքները նաև ավելի կրճատ ֆորմատով ներկայացվելու ինչպես բանկերին, այնպես էլ կառավարության իր համապատասխան գերատեսչություններով։ Գիտաժողովի նյութերը կհավաքագրվեն եւ կտպագրվեն միջազգային համարանիշ ունեցող գիտական ամսագրում, ապահովելով այստեղ ներկայացված հետազոտությունների հասանելիությունը նաեւ օտարերկրյա գիտնականների համար։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։